հիմա 2 ընտրատեղամասի ճանաչել են անվավեր։ Այդ արդեն դա է։ Հիմա այս պայն մտնում են տեսնեն թե ինչ է կատարվել այդ 59 ձայնի հետ կապված, որը որ վերականգնվել է արդեն իսկ 138-ը, որից 8-ը իրենք ճանաչվում են անվավեր, որը բայց մեր քաղաքացիները այդ հոլոգրաֆիկ նշանը քաղաքացիները չեն կպցնում, այլ հանձնաժողովի անդամներն են կպցնում։ Կոնկրետ այս պահին թիվը չեմ կարող ասել, բայց բավականին մեծ ձայներ է, նշելով, որ այդտեղ ընտրախախտումներ են եղել, բայց այդ զորքին քաղաքացին չի բերել ընտրության այդ տեղամասում եւ քաղաքացին պետք չէր, որ դա ապահովեր։ Դա պետք է ապահովեին իշխանությունները եւ հանձնաժողովի անդամները։ Արդեն իսկ նրանք պետք է ուժ ժամին չբերեն մեր զինվորներին քվեարկության եւ մեր քաղաքացի ձայները այսօր չէին փոշիանա եւ չէին զրոյանա իրենց կատարած խախտումների շնորհիվ։ Ասում են ընդդիմադիրներ են պահանջել, որ զինվորների այդ քվեարկությունը չեղարկել։ Ասում են ընդդիմության պահանջով նաև գնաց իշխանությանը դրան։ Բայց նայեք, ես ձեզ ասեմ, ժամը հիմա մեր քաղաքացին ինչով է մեղավոր, որ ինքը իր ժամանակին գնացել ընտրությունը կատարել է, իրենք խախտումը բերեցին ուժ ժամի զինվորներին ընտրություն կատարեցին եւ ստացվեց այն, ինչը ստացվում է, այսինքն թող հենց զինվորների քանակով այդ մասով չեղարկեն, ինչ են քաղաքացի ձայները, ովքեր որ իրենց պարտքը գնացել են կատարել են, փորձում են զորոյացնել։ Ինչի համար դա ակնհայտ երևում է, որ դա անում են նրա համար, որպեսզի կարողանան զրկել Բարգավաճ Հայաստան Կուսակցության ազգային ժողովն ու գործել։ Իրանք ասում են ընդհանուր։ Իրանք ասում են ընդհանուր, բայց այդպես չի։ Վահագն Ալեքսանյանը գրել էր, որ այսօր հետ ընդդիմությունը իրավունք ունենալու զինվորի անուն տալ բանակից խոսել, որովհետև իրենք այնպես արեցին, որպեսզի զինվորի յուրաքանչյուր քվեն չեղարկվի։ Մենք արեցինք, իրանք են բերել զինվորներին, իրանք են բերել քվեարկության այդ ու ժամին։ Միևնույն որ մենք գնացինք այդ պահանջին։ Ժողովուրդ ջան, միացած բան, ըստ օրենքի մինչև ժամը 8-ը պետքա վերջանար, չէ՞ քվեարկությունը։ Չի վերջացել։ Ասում են, այսինքն դուք չեք տեսել կադրերը, որ մեծ մեքենաներով ժամը 8-ից հետո են բերել։ Ինչ է նշանակում։ Դա բոլորս ենք տեսել, աշպարարություն չեն անելու, ասեն այդքանով ներսում են եղել։ Նախ արդեն իսկ խախտում է, եթե այդքան մարդ չեն կարող կուտակեին ներսում, այդքան զինվոր իրավունք չունեին կուտակեին ներսում, թող շուտ կազմակերպեին, թող այդ ամեն ինչը այնպես անի։ Նրանք այսինքն հենց կազմակերպչական աշխատանքներից իսկ սկսած խախտումներ են արել։ Խախտումներ են արել եւ եթե ես անգամ եթե անգամ այս ամեն ինչը այս երկու տեղամասի հարցը չլիներ, համոզված եմ ուրիշ բաներ անելու։ Մի բան կարող եմ հստակեցնել, ընդհանուր ընտրությունները ԲՀԿ-ն համարում է կեղծված, չի կեղծվեցին միայն այս ընտրատեղամասերը ու երբ որ չեղարկեցին, ընդհանուր ընտրությունները ոնց է հարգելի լրագրողներ ջան, նայեք, ես ասեմ, կեղծիքները եղել են համատարած։ Դուք տեսաք, մենք քանի տեղամասներում բացել են կարգերը։ Եղել է տենց դեպք, որ ոչ մի բան եղած չլինի։ 1-2-ը կարող է անընդհատ եղել, միտումնավոր գրիչով 7 համարի վրա նշումներ արված եղել։ Այդ իհարկե կեղծել են ընտրությունները, խախտումներ են արել, այնպես են արել, որ ունենք օդում կախված լուրերի, որ մարդկանց ասել են 3 համարի, 17 համարի եւ 7 համարի քվեաթերթիկները ձեր հետ կհանեք։ Այսինքն որ մարդը գնալով ցանկանար որ ընտրել իր ցանկացած մարդուն, ում տեսնում էր այս երկրի իշխանություն, փորձել են խոչընդոտել եւ այդ քվեատ թղթերը ասել են հետը տանի որ չքվեարկի հանկարծ ուրիշին։ Ստիպելով ուղղորդելով որպեսզի քվեարկությունը կատարեն դեպի իրենց ուզած ցանկացած այն ուժերը, որոնք որ թե կփոշիանար, թե անգամ այն մարդիկ վախենալով վախի գործոնը բանանելով գնային ընտրեին 16 համար։ Եթե վերաքվեարկություն նշանակվեցի, արդեն ամեն ինչի հաշտ կլինի ԲՀԿ-ն։ Նայեք, այսպես ասեմ ձեզ, եթե վերաքվեարկություն մեր պահանջը այս պահին նախ վերականգնել Բարգավաճ Հայաստան, Առաջարկ Հայաստան ծրագրի 7 համարի քվեաթերթիկները, որը որ բացահայտվել են, դեռ գիտեք ինչ քիչ քանակությամբ տեր են բացվել։ Եթե ամբողջ Հայաստանի Հանրապետությունում բացվեն այդ քվեատուփերը, համոզված եմ, որ անգամ Նիկոլ Փաշինյանը կարող մեծամասնություն չկազմի։ Արդեն մեկ շաբաթ է դե նայեք, այնտեղ ժամանակ է։